Մեր եկեղեցիները չուլանացված, մեկ էլ գնում տեսնում ես ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի հին ժանգոտ կտորներ։ 2025-ի մայիսին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցին վարկաբեկող նման սուտ կեղծ հայտարարություն հնչեցրեց ի լուր աշխարհի։ Դրան հաջորդեց նրա հակաեկեղեցական պայքարը մեր ազգային եկեղեցու դեմ։ Նա զուգահեռաբար սկսեց դժգոհել տարբեր վայրերում հայ քրիստոնյայի ձեռքով պատրաստված ու տեղադրված խաչերից, կառուցված եկեղեցիների ու փոքր մատուռների գոյությունից ու այս ամենից խրտնելով, ինչպես սատանան։ Սակայն ամիսներ անց 2025 թվականի հունիսին Փաշինյանը մեծ ջերմեռանդությամբ շնորհավորական ուղերձ հղեց Ադրբեջանին ու ադրբեջանցիներին, շնորհավորելով նրանց հոգևոր տոնը՝ Կուրբան Բայրամը։ Շնորհավորում ենք Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանցի ժողովրդին Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք խաղաղություն և բարգավաճումներ երկրներին և ժողովուրդներին։ Բայց միայն Ալիևին շնորհավորելով չբավարարվեց։ Կուրբան Բայրամի տոնը շնորհավորելու համար հատուկ զանգահարել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Թշնամական երկու երկրների հոգևոր տոնը ոգևորությամբ շնորհավորող Փաշինյանն այսօր կատաղի պայքար է մղում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, օգտագործելով իշխանական բոլոր լծակները՝ ոստիկաններին, ԱԱԾ-ին, հատուկ ջոկատայիններին, դատավորներին, ողջ իրավական ու պետական համակարգը։ Փաշինյանը կատաղի պայքարում է հայ եկեղեցու և ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ճիշտ այնպես, ինչպես կպայքարի քայքայիչ աղանդի կամ թշնամական պետության որևէ ներկայացուցիչ։ Նրա աղանդավորական պայքարին լծվել է ողջ ՔՊ-ն իր բարեկամ ազգականներով։ Մի գրառում է արել Ազգային ժողովի ՔՊԱ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի եղբայրը. «Սեթ Պողոսյան անունով այս մարդը տեսեք, թե ինչ է պահանջում՝ հիվանդանոցներից հեռացնել աղոթատեղիներն ու մատուռները։ Դե ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայ հոգևորականներին, գնդերեցիներին հեռացրեց բանակից, հիմա էլ Պողոսյան Քրիստինեի եղբայրն է ուզում մտնել աղանդավոր շեֆի աչքը։ Սրանք ոչ սրբություն ունեն, ոչ Աստված։ Հայ ժողովուրդ, սթափվիր ու արա համարժեք եզրահանգում։ Այս խմբակը քանդում է մեր եկեղեցին, հարվածում մեր ինքնության տաճարին և ջուր լցնում թշնամու ջրաղացին»։